Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, մի քանի վայրկյան երևի սպասենք մեր ընկերներից միանան, որովհետև երևի թե այս օրվան ու սրա նման օրերին շատ սպասում ենք, ուստի չեմ կարող թաքցնել ուրախությունս, որովհետև այս ամեն ինչը շատ մեծ չարչարանքների գնով ստացվում եւ այդ չարչարանքները բարդությունների, ավելի բարոյահոգեբանական, քան ֆիզիկական, որովհետև ցանկացած գործողություն եկեղեցու հետ կապված նախ եւ առաջ հոգեբանական, մեր հոգու, մտքի, սրտի հետ է կապված։ Ուրեմն ես վերնագիր չդրեցի այս եթերին, շտապում էի եթեր մտնել ուշացումով մի փոքր, բայց մի հայտարարություն էի արել, ինչը ինձ շատ ծիծաղեցրել էր իսկապես, ինքը ընդհանուր առմամբ չեմ ասի թե ամենակարևոր բաներից է, բայց դա այդ մակարդակի ձեռառնոցին հիմա ես դες ցույց կտամ։ Ստացվում է, որ փաստորեն ըստ որոշ հրապարակման, ստացվում է, որ ասողիկը կոնկրետ կարգալույծ է եղել։ Իհարկե սա պաշտոնական բան չի, խնդրում եմ շատ բան չանեք, բայց ես հեսա ցույց կտամ թե ոնց։ Մինչ այդ մի քանի բառ, այս տեղատարափի հետ կապված, որը խիստ անսպասելի էր գոնե այսօր, ոչ մի բան չէր հուշում, որ նման բան կսկսվի։ Նախ բարենորոգման ծրագրին միացան 5 քահանաներ։ Ես նախ շնորհակալություն եւ խոնարհումս, որդիական խոնարհումս եմ բերում բոլոր քահանաներին, բոլոր նրանց, ովքեր միացել են բարենորոգման այս ծրագրին, նախ 5-ը միացան, Տեր Մովսես քահանա Աշուրյան, Տեր Գալուստ քահանա Սահակյան, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյան, Տեր Պողոս քահանա Միքայելյան, հետո արդեն սկսեցինք հաշիվը խառնել, ժողովուրդ, ես պիտի խնդրեմ, որպեսզի եթե ովքեր տեղյակ են, ճանաչում են, նաև նրանց ծառայության վայրերը նշեն, շատ լավ կլիներ դա, որովհետև բոլորը իսկապես այս նույն տեքստով հանդես են գալիս, հասկանալի է, որ սա կազմակերպված ակցիա է, այսինքն բոլորը գրում են, գրառում են անում։ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ 10 եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման վերաբերյալ հայտարարությունը, աջակցում ենք այդ նախաձեռնությանը եւ միանում ենք բարենորոգման հայտարարությանը։ Սա ընդհանրական տեքստն է եւ կխնդրենք եկեղեցու անվանումը նույնպես գրել։ Օրինակ, հենց նոր աչքովս ընկավ Ռաֆայել Պետրոսյան, նախկին հայր Վազգեն Աբեղա, Ռազմիկ Սարգսակ Պետրոսյան, Ռուբեն Սարգսակ Պետրոսյան, ու սենց երևի այս պայդրությամբ ինչ կա, ես անունները կարդամ, նրանց իսկապես մեծարելու համար, Տեր Հովանես քահանա Մաթեվոսյան, Տեր կներեք Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան, Տեր Աշոտ քահանա, Տեր Շմավոն քահանա, Տեր Արարատ քահանա, ինչի համար ամենաուրախն եմ եղել, Տեր Արարատը Սուրբ Սարգսում պատարակ մատուցեց, արդեն 2 անգամ այնտեղ մատուցել պատարակ, Տեր Անուշավան քահանա, չգիտեմ, արդեն խառնում կներեք, եթե անվանական չասենք, բայց այո, մեր որդիական խոնարհումը, հարգանքը եւ շնորհակալությունը ընդունեք ձեր համարձակության համար եւ իսկապես լրջորեն խորհելու այս ամեն ինչի շուրջ։ Գիտեք ոնց է, շատերը փորձում են սա այլ կերպ ներկայացնել, բայց պետք է ասեմ, որ իսկապես ովքեր որ ներսից տեղյակ են, թե եկեղեցում ինչեր է կատարվել ու կտրիշն իրեն ինչպես է միանձնյա դրսևորել, շատերը դասավորված են եղել այդ իրականության մեջ եւ իսկապես մեծ հոգեբանական բարիեր պիտի հաղթահարեն, որպեսզի գնան արդեն այս քայլին։ Չնայած որ արդեն քանդվել են շատ կարեւոր այսպիսի բաներ, որ կարծրատիպեր, որ նրանց կարող են մի բան առաջին հարվածը իրենց վրա ընդունեցին Տեր Արամը, ավելի վաղուց են եղել, Տեր Թադեն եւ այլն, բայց այնուամենայնիվ այս գործընթացը շատ հուզիչ ու տպավորիչ է, ինչի համար անչափ շնորհակալ ենք ձեզ, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, նոր աչքովս ընկավ։ Ու սա անհրաժեշտ է հենց այն իմաստով, որ եկեղեցին ներսում այո պիտի ընդունեն այս օրակարգը, այսքան ընդունել էին նրանք վաղուց, իրենք գիտեն, իրենք մեզանից շատ բան գիտեն, բայց հիմա է պատեհ պահը արդեն արտահայտվելու վերջ, բոլոր գծերը հատված են, ամեն ինչ արդեն այն կետում է հասել, որտեղ մարդը արդեն պիտի գործի իր խղճի ու հավատամքի բանով, չափով, այսինքն իսկապես նա իրեն պիտի հարց տա, նա ծառայել կամ ծառայում ասում թե ոչ։ Եվ ունենք մենք, գիտեք, ես այսօր խոսում եմ իմ ընկերներից մեկի հետ,
Էջմիածնից ծառայումը ու մենք շատ հետաքրքիր քննարկում ունեցանք առհասարակ նմանատիպ քննարկումները մեր դաշտում տիրույթում խիստ պակասում են խոսել Աստծո մասին, խոսել Աստվածաշնչի մասին, քննարկել, հարցեր տալ, փորձել ըստ Աստվածաշնչի մեկնաբանել, մի քիչ սխալվել, հետո էլի շտկվել, այս ամեն ինչը խիստ անհրաժեշտություն է ու մենք եկանք այո այն գաղափարին, որ անկախ քաղաքական, արտաքին, ներքաղաքական գործոններից ու չգիտես ինչերից, տրամադրություններից ու տրամադրվածություններից միևնույնն է, իսկապես շատ որոշիչ դերակատարում է խաղացել մեր վերջին տարիների այս բարդ process-ներով անցնելը հենց նրա համար որ մենք հեռացած ենք եղել Աստծուց իսկապես անկյաս բանում մեկը ես ինձնից եմ ես սկսում հանկարծ այնպես չլինի ինչ որ փորձում եմ այստեղ խետ բացատրել որևիցե մեկին կամ չգիտեմ սուր բան երևալ էլի sense մակրամակուր մեկ երևալ ոչ հենց ինձնից սկսած ուրեմն այո ու օրինակ բերեց ընկերս Աստվածաշնչից ասես տես գնել Աստվածաշունչը երբ որ ընթերցում ես Աստված պատժել է բոլոր այն քահանաների ու առաջնորդների ժողովուրդներին ովքեր իր խոսքը չեն ընդունել ովքեր իր դեմ են դուրս եկել կամ ովքեր ապականվել ու կեղտոտվել են նրանց չի պատժել նրանց ժողովուրդներին է պատժել ու այդ պատիժները որպես կանոն հիմնականում եղել են պատերազմների սովի պարտությունների տեսքով այո ես ամբողջովին ընդունում եմ այդ կարծիքը դարձյալ հասկանալով որ պետությունը իրավական դա բան է կառույց է ու ինքը ունի իր ինստիտուտները կառավարման եւ այլն այնուամենայնիվ Աստված այդ կողմից շատ խիստ է մոտենում եւ Կտրիչ Ներսիսյանի կեղտոտությունները նույնպես ցավոք սրտի պիտի մեր ժողովրդից վերցրել մենք պիտի պատժվենք դրա համար բայց եկեք Աստվածաշունչը շատ ես հիմի չեմ բանալ որովհետեւ ինքս մի մեծ վարպետ չեմ Աստվածաշունչ մեկնաբանելու ինքս եմ դեռ շատ բաներ փորձում հասկանալ բայց մի փոքր առաջ գնանք հա ուրեմն կներեք ես ուզում եմ ձեզ ցույց տալ երեք մի կապիկություն էին անում Թալինում մի կապիկություն էին ձեռնարկել որը աշխարհի ամենա չընդունված չգիտեմ ոնց կարելի է այսպեսի բան անել էլի հիմա ես ձեզ վիդեոն ցույց տամ նախ եւ առաջ հետո փորձենք մեկնաբանենք հա այս սրիկաները Կտրիչ Ներսիսյանը որոշել էր Էջմիածնից մարդ ուղարկել ու քանի որ ըստ իրեն բանա կարկալույց է հրճակված Տեր Թադեն ինքը որոշել էր որ ուրեմն այդ պատարակը կեղծ է ուրեմն խորանը պղծված է եւ պետքա այն նորից պետքա մաքրվի Սուրբ Մեռոնով եւ այլն խնդրեմ վերնագիրը այսպեսին է Սուրբ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պղծյալ տաճարի սրբագործման կարգ կատարվեց քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել եւ պատարականման արարողություն անցկացրել Արամայիս Թախմազյանը Տեր Թադեի մասնա կարգ անցկացնելու համար Սուրբ Աստվածածներ եկել Մայրաթորի Գարեգին կրթական կենտրոնի տեսուչ այս ուշադրություն դարձրեք կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ըստ կարգի խորանը լվացվեց ջրով գինով եւ մի խոսքով արդեն հասկացաք իբրս բան արեցին մաքրեցին հիմա ես այստեղ ասենք ինձ համար ամենացիծավելին որն է այստեղ որ ընկերս դարձյալ հուշեց որ այս մարդը հանդիսանում է տեսուչ մի ամբողջ կրթական բանի ու ինչա տեղի ունենան խնդրեմ Որակորամյան Աստծո ընտրյալ եւ ոչյալ ծառաներն են որ կբարձրանան եւ կաղոթեն եւ այսօր մենք եկած ենք ամենան հայոց հայրապետի տուներությամբ եւ օրհնությամբ այսեղան օրհնենք որ իդ բարձրենք մեր ժողովրդին որովհետեւ շարունակվի այստեղ կատարվի մեր բավենական ես ասեմ որտեղ դուք ուշադրություն դարձնեք ու ինչի ճանաչությունն է որում մեջ կա սաղմոսներ աղոթներ ինչպես նաեւ աստվածաշնչանման ջուրով եւ գինիով պիտի մաքրենք սուրբ սեղանը եւ անգամ եւս աղոթենք Աստված որ Աստված ընդունի այս սուրբ սեղանի վրա մատուցված մեր աղոթները եւ խորհրդակատարությունները հիմա այստեղից ուշադրություն դարձրեք այս տահասներին հանդիսանում են տեսուչ կրթական համարի հեսա նայեք բարձրանում են խորան ձեր զման հավատացյալ ժողովուրդով որովհետեւ շարունակենք մեր բավենական հավատքը ապրիլ եւ փոխանցել հաջորդ ծերունդներին ամեն Գնացին բարձրանում են խորան Աստծո համար խորանի վրա միայն Աստծո ուրեմն կներեք ժողովուրդ ջան բարձրանում են խորան ու համբուրում են սեղանը այն սեղանը որը ըստ իրենց պղծված է այդ խորանը ու իրանք պիտի հիմա մաքրեն պիտի փորձեն մաքրեն ուրեմն այ հեսա նայեք ուշադրություն դարձրեք այստեղ նայեք բարձրանում է խորան նայեք այս մյուսը համբուրեց գնաց այս մյուսը եկավ հեսա էլի համբուրում է համբուրեց գնաց ոչ մի բան չի ասում սա
Ոչ մի բան։ Հիմա հարց։ Եթե խորանը պղծված է, եւ պիտի նորից օծվի, ի՞նչն եք համբուրում։ Պղծված սեղանը։ Ի՞նչն եք համբուրում։ Ըստ ձեզ, ըստ ես պղծված չի։ Որովհետեւ ըստ իս թադեն կարգալույց չի։ Բայց ըստ իսը դնում եմ մի կողմ։ Ըստ ձեզ պղծված է, ու դուք եկել եք մաքրելու սուրբ ջրով, գինիով, օծել եւ այլն։ Բայց ի՞նչն եք համբուրում։ Պղծված է։ Սա եք դուք սովորեցրել ձեր որոշ քահանաների, որոշ սրբազանների։ Սա է եղել ձեր ինստիտուտը, որտեղ կրթություն են ստանում քրիստոնեական։ Սա գժդարա։ Ուրիշ բան ասեմ, ուրիշ բան։ Քանի որ խոսում ենք Խորանից եւ իմ գրառումը, հիմա ասեմ ինչի մասին է, ժողովուրդ ջան, Տեր Ասողիկի ու կտրիչի հետ կապված։ Ասեմ ինչի մասին է։ Ուրեմն անցյալ տարի, տարվա սկզբից, 25 թվականի սկզբից, Ֆրինյուս հեռուստատեսությամբ իմ հաղորդումների ժամանակ, ես կարող եմ գտնել անգամ այդ հաղորդումները, Եմ որ սրվեց իրավիճակը, տարվա սկզբից չէ, կներեք, կեսերից։ Եմ որ սրվեց իրավիճակը ու Ասողիկը ասենց հաբրկած ժամը մեկ գրառումներ էր անում։ Ես դե համ համացանցով էի ակտիվ, համ հաղորդումով էի ակտիվ, սրան մի դիտողություն արեցի ես Հայր Ասողիկին, ասեցի մի րոպե հələ ասում եմ, դու ինչ ես որպես ներկայանում, էլի, ու ցուցադրեցի, անգամ հրապարակել եմ այդ էջը, ցուցադրեցի այ սա եկեղեցու 25 թվականի օրացույցներ, սա այն ինչի վրա ծիծաղացել եմ այսօր ամբողջ օրը, սա 25 թվականի եկեղեցու օրացույցներ, որտեղ ուշադրություն Տեր Ասողիկը, խնդրեմ, Տեր Ասողիկ Վարդապետ Կարապետյան, Ծնյալ Երևան 1978, Ձեռնադրյալ 2002, Վեղար Արյալ 2019։ Ես այդ ժամանակ ասի խափում եք, Տեր Ասողիկը Վարդապետ չի։ Նա վարդա, ես գիտեմ, որ ինքը վարդապետ չի։ Էս ինչ նախադրյալներ են, թե արդեն խոսք ա տվել, իսկ ես գիտեի, որ խոսք ա տվել, որ որոշ իրավիճակներ կան, եթե լավ անցնեն, ինքը վարդապետի կոչում ա ստանալու։ Այդ ժամանակ, այս Ասողիկով, այս Ասողիկի ճտերով, էլ ես շատ գիտեմ եկեղեցու փրկիչներով, հարցակվել էին վրես, գիտես դու բավոց, մտել էին, սավիններով հարցակվել էին վրես։ Արա, մի հատ հենց սաղդ եկեք ստեղ, հիմա ես ձեզ բան ցույց տամ, ու սա աղմուկ էր բարձրացել, այս տարի ժողովուրդ ջան, նայեք ինչ օրացույց է, սա 26 թվականի եկեղեցու օրացույց է արդեն, այս տարվա։ Հիմա, տեսնենք Հայր Ասողիկին ստեղ որպես ինչ են ներկայացրել։ Մի րոպե, խնդրեմ 46 համարը։ Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյան, Սավա Երևան 70, Ձեռնադրյալ 2002, Վեղար Արյալ 2019։ Արա, բա որ ասում ենք ինքը Աբեղա է, վարդապետ չի։ Խեք խապ է վարդապետ ներկայացնում։ Խեք ընդեղ սխալ գրել, խեք խապել մարդկանց։ Ում եք ինչու նախապատրաստել։ Խեք հարցակվել վրես։ Դե հիմա եկեք հերթով չոքած ներողություն խնդրելու այդ տուֆտեք։ Ու այո, իրանք տեսան, որ այս ամեն ինչը բարձրաձայնվում է, ու ահագին էլ թափահավաք այդ ժամանակ իրենց մոտ մարդիկ գրել գրանցել էին, ու այս անգամ շտկել են իրանք սխալը։ Այսինքն, հետևաբար, հիմա ես 5-րդ ալիք բան ժողովուրդ ազատություն այլ ինչեր կան այնտեղ կայքեր մայքերից ինչեր կան հիմա ես ձեզ ասում եմ օֆիցիալ ասում եմ կոնկրետ բանին Տեր Ասողիկին ռաժալվատ արել գնացեք լուսաբանելու արա եկել արուններս եք խմում հենա վարդապետից հետո Աբեղա է գալիս արա անցյալ տարի եղել է վարդապետ այս տարի Աբեղա հակառակը չէր կհասկանային, կասեին երևի հոգևոր աստիճանի բարձրացում է։ Էս ինչ կապիկությունների մեջ եկա։ Սրա վրա այսօր սա օրա խնդացել է, որ չկա սեզ։ Ու ես, քանի որ իմ մաշկի վրա եմ զգացել այդ բոլոր հարվածները այդ օրերին, երբ որ ես հնարավորինս մանրամասնում էի, հրապարակում էի, դուք էլ ժողովուրդ ջան, նայել եք, շատերը տեսել եք, լայքել եք, կիսել եք, տարածել եք, ինչ համար շնորհակալ եմ։ Այդ ամեն ինչը տեսնելով, այս ապուշները, այս տարի որոշել են անունը ճիշտ կոչումը ճիշտ գրեն, էլի, վարդապետ չէ, Աբեղա է արդեն։ Այսով եք դուք արա։ Սա հերթական անգամ ցույց է տալի, որ մի մարդու կապրիզների մասին է ամեն ինչը, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին բերել դրել է մի մարդուց կախվածության մեջ բոլորին։ Այլ կտրիչ Ներսիսյանը անգամ Էջմիածնի ներսում իր աբեղաներին, սարկավագներին սկի դեմքով չի ճանաչել։ Եթե կուզեք ընկերոջիցս մի պատմություն պատմեմ սարկավագներից է։ Մի օր գնում է որպեսի Բեարանից կարծեմ ինչ որ բան վերցնի, բայց գնում է քաղաքացիական հագուստով ու հենց մտնում է կտրիչը հենում է դեմը։ Դե հիմի թե խիայիկը քաղաքացիական դե կար կա խախտել։ Խիա քաղաքացիական հագուստով դե չի կարա բացատրի, չէ՞ եթե հենկարտեսի ասեմ քաղաքացիական հագուստով շոր հագուստը դուր է,
լավ չի, դա լուրջ նկատողություն է, որ ասում է ինչ անեմ, ինչ անեմ, պատտվում է, ասում է բարև ձեզ։ Կտրիչիլ։ Ասում է բարև ձեզ։ Արա ես ստայում եմ, դե ինչ մտքով կանցնի, որ կարա եկեղեցական լինի, ով ոչ թե ասում է Աստված օգնական կամ բան, որովհետև իրանք գիտեն, քաղաքացիականները շատ չգիտեն, չէ՞։ Մտածում են լավ, ուրեմն քաղաքացիներից ասում է բարև ձեզ գնում է։ Ու դες փրկվում է այս մարդը բանից, էլի պաջից բանից։ Արա դու սկի քո աշխատողների դեմքով չես ճանաչի, ինչ միացնում աշխատողներին, ես չեմ խոսում Հայաստանի մասին։ Բայց վերադառնալով Խորանի պղծությանը, այն կապիկին հələ արիստեղ, այ կապիկ, ուրեմն Էս ինչա։ Սա ինչա։ Ուրեմն տակասն, այստեղ տնիկն էլ է կիսատերևում, սա պաշտոնական հրապարակված բան է։ Վերապար Հայրապետի քարոզը եկեղեցու ոցման ժամանակ նորին սրբության կողքին է եկեղեցու բարերարների անի թորնուհին։ Հիմա ասեմ խոսքը ինչի մասին է։ Ես խնդրում եմ հանկարծ այս երեխայի ոչ բարերարների, ոչ իրենց կողմիկին Աստված ձեզ երկար կյանք տա, վստահաբար եկեղեցի եք կառուցել ու հաստատ օրհնված մարդիկ եք, հարցը դա չի, բայց կներեք Խորան կարելի է բարձրենա աղջիկ երեխան կամ կինը։ Երբվանից է թույլատրվում։ Երբվանից։ Իմիջայլոց սրա հրապարակումը կա թե սա ինչա։ Սա անի համայնքում, անի թաղամասում նորակառույց այդ ժամանակ։ Ես կարող եմ ձեզ համար անգամ կարդալ հոդվածը, որը գրանցված է իրենց բանում 2002 թվական, խնդրեմ։ Կարող ենք անգամ միասին կարդալ, որ չստացվի, 2002 թվական, Էջմիածին, 127, այս էլ 128 շարունակության մի հատվածը, ինչը վերաբերում է սրան։ Իմի, ընթերցեմ։ Արևի առաջին շողերի հետ արթնացած գյումրեցին վեր հառնեց հայացքը, փառք տվեց արարչին նորորվա բերկրանքի տեսությանն արժանանալու համար եւ քայլերն ուղեց դեպի նորակառույց անի թաղամաս։ Օգոստոսյան այգաբացը տոնական էր ու խորախորուրդ։ Իրականության էր փոխարկվել նրանց թաքուն փայփայած երազներից մեկը։ Կներեք, թանակոտը մի քիչ բան է, դրա համար է դժվար կարդալ։ Ավերակներից Փյունիկի պես հառնող հարազատ քաղաքի երիտասարդ թաղամասում տեսնել մի նոր աղոթատուն, ուր բարեպաշտ հայրենակիցների հետ իր աղոթքը կառակի առբարձրյալը։ Տեղ հասավ, խառնվեց մյուս ներկաներին եւ սրտի թրթիրով սպասեց նրանց, ով դեռ դույզնինչ լումա ունեն այդ գործում եւ կամ ում շնորհիվ երազը փոխակերպվել էր իրականության։ Քաղաքի մուտքի մոտ Օգոստոսի 29-ի վաղ առավոտյան ժամը 9:45-ին Գյումրի ուղևորված բարձրաստիճան հյուրերին նորին սուրբոցություն Տեր Գարեգին Բոհամենային հայոց կաթողիկոսին իր շքախմբի հետ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջորջ Օրդուեին բարձրաստիճան պետական դիվանագիտական այրերին ինչպես նաեւ բարերարներ Տեր Տիկին Սարգիս եւ Բաբի Հակոբյաններին ու նրանց թորնուհուն եւ այլ հրավիրյալների քաղաքի սահմանաեզրին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աճապայանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ եւ առաջնորդեցին դեպի նորակառույց Սուրբ Հակոբ եկեղեցի։ Մուտք հրաշափառով։ Այստեղ պատվարժան հյուրերին դիմավորեցին թեմի հոգեվորականած դասը եւ մեծաթիվ հավատացյալներ, ոչ միայն Գյումրիից, այլ մարզի այլ բնակավայրերից ու Հայաստան աշխարհի տարբեր տարածաշրջաններից։ Հանդիսավոր թափորը նորին սրբությունը հրաշափառի երկեցողությամբ առաջնորդեց եկեղեցի, ուր քիչ հետո պետք է կատարվեր խորանի եւ սեղանի հանդիսավոր օծումը։ Սրբալույս Միրոնով ձեռամբ ամենայն հայոց հայրապետի։ Մեկ օր առաջ, օգոստոսի 28-ի երեկոյան դարձյալ մարդաշատ էր Սուրբ Հակոբ եկեղեցու բակը։ Հավատավոր գյումրեցիների ներկայությամբ առաջնորդ Սրբազանը կանայած դասի հետ կատարեց եկեղեցու լվացումը եւ օծումը։ Այսինքն մի օր առաջ եկեղեցու լվացումն ու օծումը եղել, այսինքն չեն կարող ասել, դե դա օծումից առաջ է երևի երեխի հետ նկարվել, չգիտեմ։ Ուրեմն հաջորդ օրվան թողնելով խորանի եւ սեղանի օծումը։ Անի թաղամասում վեր խոյացած այս հրաշակերտ կառույցն իր արարման պատմությունը Ամերիկա բնակ մեր հայրենակից բարերարների ընտանիքում երբ ծնվում է Անի թորնուհին, նրանք ցանկություն են հայտնում նոր եկեղեցի կառուցել Բագրատունյաց մայրաքաղաքի 1000 ու մի եկեղեցիների կողքին։ Անի քաղաքի մասին է երևի։ Սակայն քանի որ այդ երազանքն առայժմ անհնար էր իրագործել, ուստի նորին Սուրբոցության խորհրդով վճռում են իրենց երազանքը կյանքի կոչել Գյումրիի Անի թաղամասում։ Զվարթնոցատիպ տաճարը նախագծում է այսօր արդեն ցավոք մեզանից հեռացած հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, ում այրին ներկա գտնվեց եկեղեցու օծմանը։ Շնորհակալություն ճարտարապետին, բարերարներին եւ Անի թորնուհուն, ով արդեն բնականաբար մեծ աղջիկ կլինի 2002 թվականից ահագին բան անցել, բայց սա պատմությունն էր այդ օրվա։
Հասկանում եք, այսինքն հրապարակումը նույնպես կա, այնպես չի, մենակ նկար ենք ցույց տալիս։ Դրա համար սա շատ ընթերցեցի։ Բայց այստեղ մի բայց կա։ Եթե կարող էիր մարդկանց հետ խոսել ես, ասենք, օրինակ մենք այդքան ավերակ եկեղեցիներ էլ ունենք, կարելի էր վերանորոգել, այս դա ձեր գործն է, բայց քանի որ մենք բոլորս գիտենք ձեր կտրիշներ գործելավոճը, բարերարներից փող քերելու, չգիտեմ, բարերարները շատ դեպքում դրա մասին չեն էլ իմանում, իրանք ինձ բարերարությունն են անում, չեն էլ իմանում թե, ասենք, ինչ ճակատագիր կամ ինչքանով ոնց կարելի էր անել, էլի։ Դու բերել ես դրա դիմաց նրա թորնուհուն, աղջիկ երեխային բարձրացրել ես խորան, հասկանում եք, այս դեպքում, բայց սրանից հետո 1000 կներեք, ամենայն հարգանքով, խորանը, ինչ չի պղծնում, ես ինչքան գիտեմ, անգամ, բացի տղամարդ էակից, անգամ, եթե կենթանի է անցնում խորանով, կենթանի, ասենք մատ կատու, այս կոմից բարձրացավ, այն կոմից իջավ, արդեն համապատասխան արարողությունը դարձել անցնում, ես ինչքան որ գիտեմ, բայց պարագայում, ես ինչ է, կտրիչ, մենակ չասես, սա դու չես, էլի, խնդրեմ, հա, որովհետև բարերարի թորնուհին է, եթե բարերարի թորնուհին է, հասնորեն կարելի է, ոչինչ, պայման կա, էլի, եթե բարերարի թորնուհին է, ուրեմն կարելի է, որ խորան բարձրանա ոցման արարողության ժամանակ, հա, հասկանում ես, դուք որտեղ եք պղծելու ինչքան ամեն ինչը ձեր կապիկությամբ, ձեր բարեր չեմ գտնում, էլի ասելու, շատ տգեղ է այս ամեն ինչը, չափազանցնի, ու այս ամեն ինչը մեր քաթերից է եկել, մեր քաթերից, մենք ենք այս ամեն ինչի համար վճարում, այս եք դուք այսօր դուք իրական տիրադավներն եք հենց, հենց ձեր մասին այդ բառը, որովհետև այո, դուք հենց տիրոջն եք դավել, դավաճանել, և ոչ միայն դավաճանել բառից, այլ նաև դավ նյութել բառից, դուք տիրոջը դեմ դավեր եք նյութել, սեփականացնելով եկեղեցին, որոշակի արարողակարգային բաներ անգիր արած անելով, որ քանի որ եկեղեցին է պետք է սա արվի, հա, մի հատ էլ սենց արվի, այս ժեստը, այս ձևը, ու վсё, մնացածը արդեն ոնց կուզենք։ Մենակ Հայաստանի Հանրապետությունում կարա ինչ-որ մի կաթողիկոս կոչեցյալ կամ առհասարակ սրբազան մեկը կամ անգամ քահանա մեկը նորմալ համարի այն պղծությունը, որոնց մասին ես մի քանի ամիս է խոսում ենք։ Մի քանի ամիսներ։ Ընդ որում դուք էլ գիտեք, որ դա այդպես է։ Դուք ինքներդ, որովհետև մենք շատ բաներ հենց ձեր միջից ենք տեղյակ։ Հենց ձեր միջից։ Ու շատ բաներ եղել են մեր աչքի առաջ։ Դեռ այնքան հարցեր կա, պարզապես գիտեք ոնց է, իսկապես շատ բաներ կա, որոնք ասելուց ես կարծում եմ հավելյալ ցավ պատճառած կլինեմ շատերին։ Ու քանի որ ես տեսնում եմ, որ process-ը արդեն սկսվել է, process-ը գնում է, ու ես խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ ու շնորհակալությունս ու զորակցությունս եմ հայտնում, չեմ ուզում ավելին առաջ գնալ, այ տեսնենք ինչ կստացվի, կտրիչ, տեսնենք ինչ կստացվի։ Գիտեք ես ամեն ինչը ինչի է նման ժողովուրդ, մենք ինքներս նոր ենք սկսում էլի վերագնահատել եկեղեցու դերն ու նշանակությունը մեր ամեն մեկիս կյանքում, թարս նստենք դուրս խոսանք, հա, մենք այո աշխարհի առաջին հավատացյալ քրիստոնյա ժողովուրդն ենք, մենք չենք կառուցել պետություն, կառուցել ենք տաճարներ, մենք չենք զինել մեր բանակը, կառուցել ենք եկեղեցիներ, աղոթատերիներ եւ այլն, չգիտեմ Չնայած դրանց մեծ մասը մի մասը ամենայն դեպս երեսպաշտության է նմանվում, բայց այնուամենայնիվ, բայց այս ամեն ինչի մեջ մենք այնքան հեռու ենք եղել Աստծուց, այնքան հեռու, որ էլ ասելու չի։ Ու հիմա մենք ինքներս համ խոսում ենք, համ վերաարժևորում ենք այն ավանդույթները, այն կարգը ու պահանջն ենք զգում այն կարգ ու կանոնի, որը իրականում պիտի լիներ եւ եղել է եկեղեցում երբևէ։ Հարյուրամյակներ առաջ։ Մենք այդ ու ինչի է նման։ Պատկերացրեք այսպեսի մի բան, որ դպրոցում աշակերտը հանկարծ զգա, հասկանա, որ իր ուսուցիչը իրեն չի սովորեցնում։ Փոխանակ սովորեցնի իրեն, զբաղված է այլ բաներով։ Երեխան, աշակերտը իրականում չգիտի իրեն ինչ պիտի սովորեցնեն, որ չեն սովորեցնում։ Բայց մի բան հաստատ է, ինքը տեսնում է, որ իրեն չեն սովորեցնում։ Ինչ պիտի սովորեցնեն, չգիտեմ, բայց չգիտի, բայց մի բան գիտի, որ պիտի սովորեցնեն։
Եվ չթողնեն տես բանի ոսեն։ Ու պահանջի, որ իրեն սովորեցնեն, որովհետև ինքը դպրոցում է։ Ու պատկերացրեք ուսուցիչը սկսի դիմադրել։ Որ չէ, դու չես հասկանում, ես եմ ուսուցիչը, ես ասում եմ էսպես է, ուրեմն էսպես է, ու սկսի ծաղրել աշակերտի չիմացությունը կարգու կանոնի մասին։ Կարա լինի այդպիսի բան։ Ես չեմ կարծում, որ դա կարա տեղի ունենա, բայց արի ուտես, որ մեր եկեղեցու պարագայում այդպես է։ Մենք լավ չենք տիրապետում եկեղեցու կանոնակարգին, որովհետև ինքը կանոնակարգն էլ շատ հեխեղուկ է։ Պիտի ամրացնեն, նորացնեն, հարմարացնեն, չեն արել։ Ու ով ոնց հասել տշել է այդ կանոնակարգը։ Մենք չենք հասկանում Աստվածաշունչն ինչ է։ Մեզ պիտի ուղղություն ցույց տվող լիներ, մեզ այդ դրանից խոսող պիտի լիներ, մեզ դրա կարևորությունը ներկայացնող պիտի լիներ։ Մենք հա շատ բան չգիտենք։ Մենք մեր քրիստոնեությունից ու այդ բարոյական այդ արժանամակարգից շատ բան չգիտենք։ Բայց մի բան հաստատ է, որ մենք հասկացել ենք մեր չիմացության պատճառը ինչումն է կայանում եւ փորձում ենք պարտավորեցնել հասկանալով դրա կարևորությունը, փորձում ենք պարտավորեցնել, որ մեզ հետ խոսեն դրանից ու մեզ սովորեցնեն։ Մեզ ուսուցանեն։ Բայց արի ուտես, որ այդ պարագայում դիմադրողներ կան։ Ապա սրանք ովքեր են, եթե ոչ չարիքի ներկայացուցիչներ, չարի ներկայացուցիչներ։ Եվ նաև դա էր պատճառը, հիշում եք, ես միշտ ասել եմ, չէ՞ Ժորժան, ձեզանից շատերն են ասել, եկեք ես անդացի ես չանեմ, որ ինչում մեզ մեղադրել է, իրականում իրենք դա կան։ Ուղղակի մեզ են սկզբից գլխած մեղադրել տենց բաների մեջ, որ իրենցից հեռու պահեն, որ երբ որ մենք ասենք այդ դու ես տենց է, ասեն, արժե զրկվի, հասկանում ես, դիտարկվի որպես արդարացում կամ պատասխան։ Հասկանում եք։ Երբ որ մեզ ասում են թուրք, բարձվում է թուրքն իրենք են։ Ասում են Ալիևը, չգիտեմ, գնացել եք կզում եք, թղթերը բացում, տեսնում եք, կզած ենք եղել վեշնի։ Չնայած կարող ենք հաղթողի լրջագույն դիրքերում լինենք։ Ասում են չարիք, բարձվում է չարիքն իրենք են։ Ընդ որում փաստերով, իրենցը sense լոլոներ է, մեր պարագայում փաստեր են։ Ասում են զոմբի, բարձվում է զոմբիներ են իրենք այն մարդ։ Այսքան ժամանակ ես իմ մոտ որ մի բան գրել են, օրինակ Նիկոլի մասին, ես չեմ մտեք կռիվ տամ այդ մարդու, հետ թղթես Նիկոլին sense բան ասում։ Կարող է հարցրել եմ, ինչի համար ես այդ ասում, բայց չեմ դրել իրան նվաստացնեմ տվյալ մարդուն, հա, մինչև որ ինքը հանգարց չի կոպտել ինձ։ Հա։ Արա, ասում եմ մարդը, այս մարդը sense է մտածում, իհարկե ես բան։ Փորձել եմ զրուցեմ, հասկանամ քիա տենց մտածում, մաքսիմում։ Որովհետև մարդը կարծիք ունենալու իրավունք ունի։ Всё։ Ու այդ կարծիքը կարող է հեչ իմ սրտով չունի։ Արա սրանց մոտ հանգարց մի բան գրում ես սվիններով նենց են հելում վրա զոմբին որնա գժանոց։ Ջերմուկի Տեր Գալուստին, շնորհակալություն, ոնց հասկացա, ասում են արդեն էլի են միացել։ Սա համակարգային լրջագույն մի բան է, ժողովուրդ ջան։ Սա կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որը պետքա չգիտեմ, ես շատ հուզված եմ, շատ հուզված եմ։ Սրանք գնալու են, մաքրվելու է մեր եկեղեցին, ու մենք բոլորս, շատերս վերադառնալու ենք, դարձի ենք գալու, իսկապես։ Ու ես ուզում գիտեք ինչ, եթե սրա մասին ինձ ասեին 5, 6, 7, 8 տարի առաջ, ես ոչ միայն չէի ընդունում, ես կոպիտ կհակադարձեի անգամ ու կհակաճառեի, բազար կանեի, հասկանում եք, որովհետև մենք քրիստոնեային պատշաճ դաստիարակություն չենք տեսել։ Ամենայն դեպս Հայաստանում։ Չնայած մյուս թեմերում էլ չեմ կարծում, թե մի լավ բան են տեսել։ Արդեն 13 հոգի դարձավ arczepiskopos-ների քանակը, քահանաների թե arczepiskopos-ների, այդ մեկը չգիտեի։ Հա, իմիջայլոց։ Չգիտեմ ուշադիր եղաք, թե չէ Շվեյցարիայի թեմի առաջնորդին, որ միացել էր, եւ իսկապես Այ դա շատ կարևոր էր ինչով, բոլորին նա կարևոր, անկարևոր որևիցե մի բան չկա, բայց իսկապես ինչպես Արայիկը գրել էր Արությունյան, ով ավելի շատ կարա տեղյակ լինի Շվեյցարիայի մուտք թեմաներից, եթե ոչ Շվեյցարիայի թեմի առաջնորդը։ Այո, ուղղակի սեղմվել ու հասել է
Այո, գնել ջան, դեր գալուց դեր միացավ նասիվացիա ամբողջ ջերմությունների կողմից։ Քահանաների, օքեյ։ Չգիտեմ, մենք պատմական իրադարձություններ ենք հիմա տեսնում, մի կողմից գուցե լավ չի, որ տեսնում ենք, կարար չլիներ ու կարար այլ կերպ ամեն ինչ դասավորվեր, բայց մյուս կողմից էլ երևի շատ լավ է, որ դրա անմիջական մասնակիցներն ենք։ Գիտեք, ես ժողովուրդ ջան, անկեղծ ասեմ, երբ որ այս ամեն ինչը սկսվում էր, արդեն Տեր Արամի, պրոցեսով ես դրանից առաջ շատ չգնամ, առաջին անգամ երբ որ ես գնացել եմ Հովանավանք, տղերքը դուրսում էին, դուրս ու ներս էինք անում շրջը, մենք դա առավոտից երեկո այնտեղ, ես մի հատ պահ գտա, ու նենց ստացվեց, որ բավականին երկար նստած մնացի եկեղեցու ներսում իմ մտքերի հետ։ Ու սրացի, որ ուզում եմ խոսեմ Աստծու հետ, ուզում եմ կիսվեմ, ուզում եմ հասկանամ ինքս, ճիշտ է ամեն ինչի մեջ որ մտնում ես, թե չէ, որովհետև գիտես, այլ բանաքաղաքական կամ քաղաքացիական դրսևորումները այս կամ այն երևույթ են, այլ բանա, երբ որ ոչ ավել ոչ պակաս եկեղեցու մասին է խոսքը։ Ես երկար խոսել եմ ու խնդրել եմ Աստծուն, որ օգնի այս մասով հասկանալու, ես ճիշտ եմ անում, որ այս պրոցեսի մեջ սենց եմ մոտենում, որովհետև գիտես, երբ որ հանրային մարդ ես պիտի պատասխանատվությամբ մոտենաս քո աշխատանքին, գնում ես լուսաբանում ես քո տեսակետը, որ մենք բան չենք, 5-րդ տալիք չենք, գնանք երբ որտեղ ոնց հարմարա տենց խոսենք, մենք հարգում ենք, ես հարգում եմ ձեզ բոլորիդ ու ինձ համար դա պատասխանատու բան է, իսկ ինչ անել։ Իսկ խոսքը ոչ ավել, ոչ պակաս Աստծու մասին է, հասկանում եք, ու Աստծու տան մասին է։ Ու այդ պատասխանատվությունը հիանալի գիտակցելով խնդրել եմ նրան ինձ ինչ-որ կերպ ասի, ինչ-որ կերպ հասկանամ, իսկապես այս ամեն ինչը պիտի տեղի ունի, պետք է որ տեղի ունենա, թե չէ։ Ու ես շատ հանգիստ, շատ թեթև դուրս եմ եկել եկեղեցուց։ Այս պահին շատ մանրամասներ չեմ ասի, ինձ թվում է այս մասով ես գարնան ասելիք կունենամ, ինձ այդպես է թվում։ Ես վստահ եմ, որ լավ կլինի ամեն ինչ։ Ու դրա համար տենց հավատքով վստահությամբ կպել եմ սրան ու չեմ վերցրել, որ ես ոչ մի բան այդ կեղ ծանրություն, նախանձախնդրություն, չգիտեմ ինչ, չէ։ Ու սա պիտի լիներ։ Որովհետև գիտեք, մենք կարող ենք մի բան մտածել, կարծել, որ մենք ճիշտ ենք, բայց դա իրականում ճիշտ չլինի։ Եվ այդտեղ պետք է ես դիմեի Աստծուն, Քրիստոսին։ Ու դիմել եմ։ Ու կարծես թե պատասխանել եմ ստացել։ Ես հավատում եմ, որ ես պատասխան ստացա այդ օրը։ Իմիջայլոց մի հետաքրքիր դեպք եղավ դրանից մի 2-3 օր հետո։ Այդ արդեն ընկերս պատմեց, ես տեղյակ չէի։ Ու նշաններից մեկն էլ էդ է եղել։ Արմինե ջան, չէ, ինչ որ գրառում է արել։ Ես նոր ասողիկը հիմա աբեղա, թե վարտապետ։ Արմինեն ասում գնել ասողիկի գրառումը կարդացիր։ Ես պարզապես նոթբուքով շատ չեմ սիրում օգտվել, բայց հեսա մի հատ փորձենք գտնենք, ես տեսնենք էդ ինչ է ասել։ Ահա։ Facebook, հեսա Տեր Ասողիկ Կարապետյան, հա։ Դրա ջան։ Մի ժամ առաջ, տեսնենք։ Սիրելիներ, շնորհակալ եմ ձեր հեռախոսների եւ գրառումների համար, որով ձեր զորակցությունն եք հայտնում եւ անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայրաթորը եւ մեր ազգընտիր, ամենայն հայոց հայրապետը։ Հայոց եկեղեցին զորեղ է, դու այստեղ երկու կարծիք չկա, այո, մեր եկեղեցին զորեղ է եւ ինչքան էլ որ փորձեք կործանել միևնույնն է զորեղ մնալու եւ ավելի ուժեղանալու այլ դուք ռադեղ եք երևա եւ այս փորձության ամրությամբ եւ իմաստությամբ կհաղթահարի ինչպես անցյալի բոլոր փորձությունները։ Այո, հաղթահարելու ենք, իհարկե հաղթահարելու ենք։ Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ արժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ։ Մի բան հարցնեմ, ասենք, գիտեք, հələ կշարունակենք, մի հատ այստեղ ստոպ տանք։ Ասենք, սենց որ գրում ես, արա, այ յորուխ, մի բան հարցնեմ, ասենք, ըստ քեզ, Ասողիկ,
Ինչի համար պիտի ապստամբեն այդ ամբարիշները։ Ապստամբությունը տեղի ունենում այն ժամանակ, երբ որ մարդիկ զգում են, որ լծի տակ են, հալածված են, զգում են, որ արդարության վերականգնման խնդիր կա։ Հասկանում ես, այդ դեպքում ա լինում։ Կամ մյուս դեպքը, որ ինչ որ մեկը շահեկան մի բան առաջարկել, ու այդ շահեկան մի բանը շատ շահեկան մի բան պիտի լինի։ Հասկանում եք, այս պարագայում շատ շահեկան։ Արա բայց ես որ կա գիտեմ։ Դուք ռադ եք լինելու, այդ քահանաները էլի քահանա են լինելու։ Arciepiscoposները լինելու ու առհասարակ ամեն ինչ դարձել եկեղեցու կանոնակարգովը գնալու։ Այնպես չի որ բոլոր կաթողիկոսներին նախարարների, բոլոր քահանաներին նախարարի պաշտոններ խոստացել, կամ բիզնեսները խոստացել կամ բան, էլի։ Հասկանու՞մ, այ ամենաախմախությունը որ ժողովուրդը ձեզ երբեք չի հավատալու, հենց էստեղ է։ Որ դուք բնութագրություններ եք տալիս հիստերիայից ելնելով։ Ձեր անգամ դուք չեք կարողանում անգամ կառավարել ձեր զգացմունքները, զգացողությունները։ Ձեզանից չար մարդիկ, այն չարացած մարդիկ, ընդ որում չարացած քաղաքական ելքի հետ կապված։ Ոչ թե չարացած, չգիտեմ, բայց միևնույնն է, չարությունը։ Ձեզանից չարացած մարդիկ աշխարհում դժվար է այսօր գտնել։ Հայաստանում հատկապես։ Ես ասեմ 21 թվականի ընտրություններին Քոչարյանը երբ որ պարտավել էր այդքան չարացած չէր, ինչքան դուք այս արդեն 5 տարի է կյանքներս կերակ։ Անեցքից նզովքից բացի, չգիտեմ, ատելությունից բացի դուք որևիցե մեկը չեք։ Ես մի բաներ կկարդամ։ Ես ինա ընթերցենք ինչ է, ասում են պաժին, մի րոպե, նույնպես մի քանի քահանաներ։ Որոշ է, որ բոլոր այս, ու գիտեք ինչն աստեղ բանը, եթե, ես կարծում եմ, որ եթե քահանաներ կան, ովքեր չեն համարում կաթողիկոսին սուրբ, հետևաբար նրա անունը չեն տալիս և այդ սուրբ, բանի մեջ չեն ընդգրկում, զեղչում են այսինքն նրա անունը, լսել եք այդ բառը երևի, արդեն դա լրջագույն խնդիր է կաթողիկոս կոչեցյալի համար։ Վանեցյանն ասում է, սաղի վրով կոմպրոմատ ունեն, դրա համար միացել եմ Նիկոլին ու ասում է, ես գիտեմ սա։ Վանեցյանն է, ասում է, աղացը երբեմնի տնօրենը խոսում է կոմպրոմատներից։ Ասեք, վանցը կոմպրոմատները ունենում է աղացը տնօրենը, հենց։ Ինչից է խոսում։ Կոմպրոմատներ ունի կտրիճը ներսից, որ սաղին վախի մտնոլորտում է պայել։ Բոլորին։ Ու եթե ժողովուրդը ոտքի չկանգներ ու չշարունակի այս պրոցեսները, հանգիստ կարա մարի գնա, որովհետև բոլորին վախի մեջ է պայել կտրիճը։ Վանեցյանը կտրիճի մասին ոչ մի բան չի։ Այսքան բան ենք ասել որևիցե մեկին, որևիցե հայտարարության համար դեռևս դատարան չեն տարել, պատիվ պահանջելու, արժանապատվություն պահանջելու գոնե տեսանկյունից կամ հետքելու։ Բայց այդրանք սաղ չպիտի ածն ունենալ, նույն Վանեցյանը չպիտի ունենալ ու տեղյակ լինել։ Խնդալու է, բայց ով ինչ ուզում խոսում է, գժի դալա։ Գնանք։ Ասողիկի գրառումը շարունակենք։ Որոշ է, որ բոլոր այս աստվածուրաց եւ հակաեկեղեցական գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաեւ մեր Սուրբ եկեղեցու եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտար եւ իրավ վճռին։ Ուրեմն հուշեմ ասողիկին, որ Մայր Աթորից ձեր քո կամ կտրիճի ստորագրության որևիցե փաստաթուղթ վավերտ չի, որովհետեւ դուք պիղծ եք։ Դուք հակաեկեղեցական, հակաաստվածային կերպարներ եք։ Դուք Աստծո անունից սրիկայություններ եք արել բազմիցս։ Դուք իմանալով, որ բոլորը լկտի մեղքերի մեջ թաղված եք, դուք ասել եք, թե դա եկեղեցին է։ Ուզում եք մեջ բերեմ բառացի։ Մեջ բերեմ։ Ասում եք, որ որտեղ սրբազան հայրն է, այնտեղ այդ տեղը, այդ վայրը եկեղեցի է։ Իսկ սրբազան հայրը, ոմն մեկի տան բաղնիքում սեռական բանով էր զբաղված։ Դուք դա անվանել եք եկեղեցի։ Առանց ձեր խոսույթին երկար բարակ հաշիվ տալու գնել ջան վարչապետը 15 րոպե առաջ տեսանյութ հրապարակել, ասում է այսօր եւս երկու թեմի առաջնորդ են միացել շարժմանը, այսինքն դարձել են 13 հոգի։ Okay, հասկացա Վարազդակ ջան։ Մերսի տեղեկության համար։ Այսինքն սրբազան հայրերի մասին է խոսքը։ Ուրեմն դու ասողիկ Աստծո անունով ոչինչ չես կարող ասել, որովհետեւ ես չգիտեմ, չեմ ճանաչում, քո Աստվածնով է, ես չգիտեմ, բայց մեր Աստվածը, մեր Հիսուս Քրիստոսը, մեր Աստվածը չի դիտարկում այս process-ը հակաեկեղեցական։ Ու դուք չեք կարող Աստծո անունից ինչ-որ բաներ խոսել այստեղ։ Դուք որ պղծել եք, դու հենց մեկը դու։ Անցյալ տարի ներկայացրել ենք քեզ վարդապետ, այս տարի հետ են բերել էլի աբեղա, որովհետև դրա մասին փորձում եք թաքցնել, բայց պալի տեղակ։ Թող ամենասուրբ Աստված իր աստվածային արդարությամբ եւ ճշմարտությամբ հայոց եկեղեցուց սրբի եւ հեռացնի վարձկան, կեղծ եւ արծաթասեր, անդեմ ու աննկարագիր սպասավորներին։ Աստված ջան, խնդրում եմ։
Այդպես էլ թող լինի։ Այդպես էլ թող լինի։ Փառքես Տեր ամեն ինչի համար, փառքես թող լուսավորչության տեսիլքի համաձայն մեր Սուրբ Եկեղեցին ազատվի այդ խավար բեռից, որպեսզի աստվածային լույսն անցվեր ճառագայթի ու լուսավորի Հայաստան աշխարհը եւ հայ ժողովրդին հայրենից եւ իսպյուր Հայաստան աշխարհի դուք ինչ կապ առնչություն ունեք։ Դուք Հայաստան աշխարհի դեմ դուրս եք եկել տերորով եւ Տտրիշ Ներսիսյանը որևիցե կերպ չի հակազդել ընդհակառակ ընդունել է դա օրինական գործողություն եւ ճիշտ հակառակ Հայաստան աշխարհին այն է պետությանը ասելա որ ապօրինի է սրանք փաստեր են Քահանայք եւ ժողովուրդ սիրելի ուխտապայ հարազատներ շարունակենք մեր նվիրյալ եւ հավատարիմ անկասելի երթը քանզի Աստված իր տիրոջ արդարացու գիտեք ես այս գրառումը այս գրառման մեջ որտեղ Աստված բառներ գրած շատ դժվարությամբ եմ կարդում որովհետեւ այս միտքը ու այս ազնվորությունը այդքան Աստծուց հեռու են դու ոնց ես ամաչում Դու ասում կարաս մի բանի համար դիմես իմ կարծիքով որ ների քո բոլոր մեղքերը ու ես չգիտեմ քանի տարի դու պիտի աղոթես սրա համար որ եկեղեցու ներսից Աստծո անունը զուր տալով ես երեք ապացույցել եմ բերել որ Աստծո անունը զուր եք տալիս դուք այսպեսի բան ես անում Ժողովուրդ ջան, կներեք ես ասա Վայ, գնել, քեզ չգիտես ինչ ասում երբ ապեր Երբ Ժողովուրդ դրան ոչ մի բան մի գրեք, էլի թողեք Երբ Կարաս օր ասես Հա, ձեզ խաբել ասել են, որ ինձնից զավթելու եք իշխանությունը, առրա ձեր բախտից Կյանքում էլ ժողովրդից դուք իշխանություն չեք զավթելու Ժողովուրդն իր իշխանությունը հազիվ է վերադարձել իրեն Տեսեք, բայց այստեղ ինչ կա Այդ տենց աբիժնիկներ Բա որ ասում եք ձեզ աբիժնիկ նեղում եք Այդ աբիժնիկն սա առաջին դեպքը չի Դու պիտի որ պատկերացնես թե ես այս 5 տարվա մեջ քոպես քանի անասուն է ինձ այտենց բան գրել որ ես չգիտեմ ինձ ինչ է սպառնում Ասեմ ավելին փորձել են որոշները անգամ քայլեր ձեռնարկել Ես շատ լավ գիտեմ ինձ ինչ է սպառնում Հիանալի գիտեմ Ես գիտեմ նաև ձեզ ինչ է սպառնում Այդ էլ շատ լավ գիտեմ Բայց խնդիրը իմանալ չիմանալը չի, խնդիրն ուրիշ տեղ է Տես Այ դրա համար դու ու քո սիրելիները երբեք չեք գալու իշխանության Որովհետև ձեր երազանքն է, որ դուք գաք իշխանության ու այն քաղաքացիներին, ովքեր ունեցել են անձնական կարծիք նրանց հանդեպ իրականացնեք այն սպառնալիքները, որոնք որ այսօր եք հնչեցնում Եվ վստահ եք, որ Այդ ժամանակ ձեզ ոչ ոստիկանները բան կանեն, ոչ դատարանները բան կանեն, այսինքն կմարսեք Այսինքն դուք անօրինական երկրի խորքային պետության ու անօրինական եւ գողապետության կողմնակիցներ եք Իսկ գողապետությունը մեզ հազարավոր զոհեր ու Արցախի կորուստ է տվել Ահա Հիմա տես, հիմա իմ իշխանությունն է Ես ժողովուրդն եմ, իմ իշխանությունն է իմ երկրում, ինչ որ խնդրեմ ունես դու Ես կարամ առիթից օգտվեմ Քեզ վզիցդ բռնեմ մի բան անեմ Դատարաններն էլ պարտադրեմ որ հանգարց ինձ ոչ մի բան չսպառնա Քո ծնողների դուրը կգա դա Իրենք ինչ կասեն հա դե նորմալ է դե իրանց իշխանությունն է պարտադիր տենց պիտի լինի հա դուրները կգա չէ Այ իմ որպես հայի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ ձեր որպես գողաբոզական երևույթներ տարբերությունը Եմ ասում գողաբոզական որովհետեւ դուք էլ չեք կողմնորոշվել էլ որն եք Տարբերությունը մեր ու հակահայ, հակապետական, այն մեր տարբերությունը հենց այդտեղ է։ Որ դուք ուզում եք Հայաստանը իջացնել ճահիճ, դարձնել խուժանապետություն, իսկ մենք պետություն ենք փորձում կառուցել։ Փորձում ենք հետևողական լինել, որ գործողություններ իրականացվեն։ Ունենում ենք անհամաձայնություններ բնականաբար ունենում։ Ես ասեմ ավելին, եթե այսօր այս ամեն ինչը չլիներ, ես լրիվ ուրիշ բանի մասին եի եթեր անելու եւ գուցե վաղը հենց դրա մասին էլ եթեր անեմ կամ կարճ տեսանյութ հրապարակեմ։ Հայկ ջան, լավ հարց ես տալիս, եթե մարդը ճիշտ ասում դրա համար է բան սպառում։ Ես հասկանում եմ ինչ ես ասում։ Տես Հայկ ջան, իրանց մտածելակերպը ոնցն է։ Հարցը ինչի ես ճիշտ եմ ասում, թե սխալ։ Ես կարող եմ մարդը նաև սխալական է, չէ՞ լինում։ Ես կարող եմ ճիշտ ասել, կարող եմ սխալ ասել։
Քաղաքականության մեջ բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։ Հա, Մարսելից է։ Քաղաքականության մեջ բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։ Ես բաներ կա վստահ եմ, բաներ կա այնքան էլ վստահ չեմ, տրամաբանում եմ բարձրաձայն ու շատ դեպքերում միասին ենք գալիս եզրահանգումների։ Բայց անգամ սխալ լինելու համար, թե ճիշտ է, թե սխալ, դա կարծիք է։ Իմ սահմանադրությունը, իմ երկրի սահմանադրությունը, ասում եմ, որ ես կարող եմ կարծիք ունենամ։ Չի ասում, միշտ պիտի ճիշտ կարծիք ունենաս, կամ չպիտի սխալ կարծիք ունենաս, դες բան չկա։ Բայց ես կարող եմ կարծիք ունենամ։ Ես ունեմ կարծիք ունենալու իրավունք։ Իսկ Մարսելում նստած իմիջայլոց, քեզ այ անասուն։ Ասեմ հետևյալը։ Դու դժվար թե գաս Հայաստան ռազ արդեն փախել ես։ Ինչ էր անունը Մխհյան։ Դու այդ գնդի բուղա, դու շատ պուճուր ես, որ ինչ որ սպառնալիքի լեզվով ինձ հետ խոսես։ Քո քուչի թուլեկնել են պուճուր, որոնց վրա դու հույս դնես, թե իրանց միջոցով կարաս խոսես։ Բայց կարաս օրինակ Մարսելում քո հեռախոսահամարը ինչպիսինն է, 10 ինձ։ Ես քեզ խոստանում եմ լույսը չբացված, քո դուռը կթակեն Մարսելից անես տղերք, որ դու այ կծանոթանաս իսկական տղերքը ոնցն են լինում։ Հենց Մարսելում, քո տան դիմաց, շատ հեռու պետք չի լինի դու գնաս։ Դու կարող ես համարդ փոխանցել, իմիջայլոց ես վերջերս մեկնել Ամերիկայից էր շատ խառնվել իրար։ Էլի դու հələ մեղ մեզ գրել էլի, вообще արդեն կրակում էր ինձ։ Ես պրոստը չեմ սիրում անձնական խոսակցությունը, մանավանդ երբ որ մարդը ընդունում է իր մեղավորությունը ու ներողությունը խնդրում, չեմ սիրում հրապարակել։ Բայց եթե մի օր կարիքը դրան հասնի, դա էլ կլինի։ 1 ժամ չանցած ներողություն խնդրել լացելով, այն որ մեղքս եկա, որ տղա է ու լացելով է ներողություն խնդրում, հələ։ Դուք չեք հասկանում, вообще դուք ո՞նց եք կարծում։ Դուք ինչ որ բաներ գիտեք, ինչ որ կռուգներ ունեք, ինչ որ 10-ով կեքի մեջ ունեք, вообще չգիտեմ օդից եկել ենք ստեղ, արա։ Տենց եք մտածում։ Էլի եղել են տենց մտածումներ։ Դրանից առաջ էլ մեկը կար Ռուսաստանից էր։ Դրանից առաջ էլ մեկը կար Ոնց դրանից вообще առաջ են բաններ մեղք, մասիսցին։ Ու բոլորին եմ ասել եմ այ այս ներողությունը որ գրել եք, չջնջեք կյանքում մեսենջերից, հենց ջնջեցիք կրկնակի վատա լինելու։ Հիմա դու կարաս չհավատաս, համարը թող Մարսելում, իմ ամենասիրելի քաղաքներից մեկում, Ֆրանսիայի, այ Յոլոպուկի։ Վախենամ ես որ գամ Մարսել գրեմ Մարսելում եմ, փախնես ուրիշ քաղաք, որ հանկարծ միամիտ ճամփին չհանդիպես ինձ։ Ոնց որ Ամերիկայում շատ են ասում, «Եվ մտամ Ամերիկա, գնում եմ Ամերիկա, գնում եմ որտեղ եմ, էլի չի լինում արա»։ Գնում ենք այն բաներում ամերիկանաներում պատտվում ենք, ֆռռում ենք, նենց նայում խոզը, թուրքը խոզի մասին, բայց մի տեսակ չի կպնում։ Մի խոսքով, ուլեր։ Դուք մնացել եք դուք սպառնեք։ Արփին էլ է բան գրել Դավոյան։ Չեմ հասկանում այն աղմուկը, որն առաջացել է այս հրամանագրի պատճառով գոյություն չունեցող պետության նախագահի։ Հա, այսի այն բանն է։ Ժողովուրդ Ղարաբաղի թեման է, Արցախի ազգային հերոսի բան արել։ Արցախի հանրապետության նախագահի պաշտոնակատարը խնդալու է, չէ՞ ինչու։ Հրամանագիր է ստորագրել ու Կարեն Շաքարյանին զրկել Արցախի հերոս բարձրագույն կոչումից, գիտեք խի։ Որովհետև նա ուխտերթի է մասնակցել։ Այսինքն մի հատ ոչ ոք Գիտեք, եկեք սենց անենք, ես իսկապես արցախցիների հետ խոսելիք ունեմ ու երևի թե սրա մասին ամբողջական վաղը անդրադառնանք, ես ես ինձ մոտ առանձնացրել էի, բայց անոնս ենք էլի, հա, վաղվա համար։ Ղեկավարվելով Արցախի հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հիմք ընդունելով Արցախի հանրապետության նախագահի առընթեր պետական պարգևների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը որոշում եմ Կարեն Շաքարյանին զրկել Արցախի հերոս բարձրագույն կոչումից։ Ու Ռոման Երիցյան կամ մի հատ էր հրապարակել, մտա պատասխանեցի, ճիշտն ասած, ասեցի իսկ Քոչարյանը դեռ մնում է ազգային հերոս, հա Պատասխանեց, գրեց Քոչարյանը միշտ էլ մնալու է։ Ասեցի, դե այսինքն համաձայնել եք ադրբեջանական անձնագիր կրելուն։ Որովհետև Քոչարյանը երբ որ բանակցել է նաև այդ միօթենական պետությունը, որ արցախցիները ադրբեջանական պասպորտ կրեն։
Դրա հետ էլ համաձայն փաստորեն բանը։ Ու այստեղ մտան կապիկները կողքից։ Էրատոյե թե մի արցախի ադրբեջանի ստի մայրսս բաներ են գրում, առանց հասկանալու Նարինե Գաբրիելյան, թե Արցախցի Ադրբեջանի ազնագիր կյանքում կրած է։ Հեսա ես կմտնեմ կպատասխանեմ, բայց բանավորը ասեմ, սենց Նարինե, ասում եմ համաձայն եղել եք, որովհետև ոչ թե կրել եք, այլ համաձայն եղել եք։ Դուրակներ, արա, կարտալ սովորեք մի հատ։ Իսկ Քոչարյանը այո, բանակցել է տենց բան, տեղյակ չեք, բա խի չի ասել ձեր հերոսը ձեզ։ Օ, խի չի ասել, որ բանակցել է տենց բան։ Բա ինչ անձնագիր է իր կրելու։ Ինչ անձնագիր։ Եթե ձեզ ճանաչել պրծել են, ինչ անձնագիր է իր կրելու։ Ինչա անուշ կամո, այն կոնտրատ սրտիկ անողն է պատրաստ այդ անձնագիրը կրելուն, շարրտքաշի հա իդե Բաքվից հացահատիկը եւ բենզինը դուք եք ընդունել, ոչ թե արցախցիք, փաստերով խոսալ կզած վիճակը դզում ա ոնց որ ձեզ համար։ Ես չեմ ուզենա սենց կիսատ պռատ դառնա, որ հանկարծ չշարժվի, թե ես իբր արցախցիների դեմ բան ունեմ, բայց ասեմ ձեզ, ուրեմն Ռուսաստանից է ներկրվել, ոչ թե Բաքվից, հացահատիկը Ռուսաստանից եւ Ղազախստանից է ներկրվել, ոչ թե Բաքվից, եւ ներկրվել է Ադրբեջանով, ոչ թե Ադրբեջանից, այլ Ադրբեջանով։ Ես հասկանում եմ, որ խնդիր ունեք, ուղեղները թանե թեփ են լցրել մեջը, բայց մի քիչ շփան եղեք։ Իսկ բենզինը, այո, հիմա բենզինի պահով ես հեսա մի հատ վիդեո կմիացնեմ կլսես, համ դու, համ քո նման մտածողները։ Մեկ էլ Ռոման Երիցյանի պատասխանը։ 3 անձնագիր ունեմ ադրբեջանական լեշերից վերցրած, հաճույքով մեկը կփոխանցեմ, եթե ցանկանաք։ Իբր պատերազմի մասնակցել ունի, էլի Ռոման Երիցյան, ես էլ ունեմ, եւ ոչ միայն անձնագիր։ Այս կարճ համառոտ, ոնց որ ուշադիր չես դու, ապո։ Լավ։ Հիմա այդ ադրբեջանական բենզինի հետ կապված, եթե ձեզ թվում է, թե այդ շուխուրը հենց բենզինն է, սխալվում եք, եթե հարուստների կռիվն է, շուկայում, դա փողի կռիվ է, բիզնեսի կռիվ է, բայց այստեղ որ բիզնեսում կռիվներ լինում են մրցակցության տեսանկյունից, ես դա ինչ որտեղ կարամ նորմալ համարեմ, բայց երբ որ լինում են սենց հողի վրա ու մեր բոլորիս զգացմունքների վրա խաղալու, ապա ես չեմ կարող ձեզ այս համառոտ գեղեցիկ տեսանյութից հատվածը, որտեղ որ Արման Եղոյանը Մեհրաբյանի հյուրն է, հայտնում է հետևյալը, որը կապ չունի, որ իշխանություն ներկայացուցիչ է ու ասում է, այլ կապ ունի իրականությունը։ Հիմա խնդրեմ լսեք ադրբեջանական բենզինի հետ կապված ուպրիկա տանողներ, փորձեք բան հասկանալ։ Ո մի րոպե, զուգուկը։ Մի հայտարարություն էր գրել, ես կարծում հայրենակիցներ, բան էզի ներկրող ընկերություններից մեկը, այդ օրերին այսպիսի մի հայտարարություն էր գրել, ես կարճ սիրելի հայրենակիցներ, բան մենք բենզինը ներկրում ենք Ռուսաստանից եւ Եվրոպայից։ Վերջակետ։ Նա իրանց արևին բան էին էլի արել, այդպես մեզ ուժեղ PR քայլ էին արել, ժողովուրդ ջան։ Հանգիստ եկեք արեք։ Մաքուր, մարդիկ հասել են կանել Եվրոպա որտեղից։ Թե բա Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա։ Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա։ Հունաստանը եւ Բուլղարիա խոշոր նավթարդյունաբերող երկրներ չեն։ Հա, ունեն շատ փոքրիկ պաշարներ, մի օրական չգիտեմ, մի 1000-2000 բարել։ Ժորժան, հասկանում եք, չէ՞, խոսքը ինչի մասին է։ Ուրեմն մեկը գրել է մեր մոտ իբր մենակ ուզեցել է իր արևին տրյուկ անի, գրել է մեզ մոտ բան ադրբեջանական բենզին չի, Եվրոպայից է գալի, ասել են Եվրոպա որտեղից, ասել են Հունաստանից, Բուլղարիայից, բանից, ու այս մարդը սկսել է գնալ դրա հետքերով։ Նայեք ինչա ստացվել, էլի։ Նավթա մթերքի հետ թվում եւ Ադրբեջանից։ Խոշոր է ադրբեջանական նավթի եւ նավթամթերքի եւ հենց բենզինի խոշոր ներկրողները եւ Հունաստանը եւ Բուլղարիան եւ Ռումինիան։ Ռումինիան ունի նավթի հանքեր ավելի խոշոր, բայց էլի այդտեղ մի 70-80 բարելի մասին է խոսքը, էլի դա չի հերիքում, էլի խոշոր ներկրող ադրբեջանական նավթի ու նավթամթերքի։ Այդ ընկերությունը գնացել ստուդիա նավթավերամշակման այդ բաներում, ֆաբրիկաներում, թե որ նավթերը ցեցին որ բարելի մեջ, որից ստացան բենզին, որ հետո բերեցին այդտեղ թանկով ծախեցին քաղաքացիների վրա։ Գնացել ստուդիան սերտիֆիկատ են ուզել ծախման։ Կամ այդ ռուսական Լուկոյլը, որի դերը ադրբեջանցի է։
Ուրեմն տեսեք ինչ է ստացվում ժողովուրդ ջան։ Այդ նույն երկրները, որի անունը տվել, այդ երկրները իրենք են ներկրող, իրենք էլ արտահանող չեն։ Հա, ու կարա հանկարծ մեկ էլ պարզվի, որ էլի ադրբեջանական բենզինա գնում այնտեղ, որտեղից սրանք գնում բերում են ու թանկով ծախում են Հայաստանի վրա։ Բայց հայրենասիրական խողը շարունակում ենք բայել, դուք շարունակությունը լսեք։ Սեփականատեր։ Ալեկբեր։ Ներեք մի քիչ հետ տամ, որ ասկան դերից ստորի։ Գնացել ստուդիան սերտիֆիկատ են ուզել ծախման։ Կամ այդ ռուսական մի Լուկոյլը, որի դեր ադրբեջանցի է։ Սեփականատեր։ Ալեկբեր։ Այսինքն Ռուսաստանի ադրբեջանցուց արեք ժողովուրդ, այդ խնդրեմ չի։ Այդ Ռուսաստանի ադրբեջանցի է, նրանից արեք։ Ճիշտ է, նրան հարստացրեք։ Նա փող չի տալի ադրբեջանին, ըստ իրաց կարճ խելքի։ Նա այնտեղ հաշիվներ, նա այդպես հարկերը վճարում է միայն Ռուսաստանի իրաց կարծիքով։ Հա, դա կապ չունի այդ մարդը, ադրբեջանի ադրբեջանցի այդ մարդը։ Գիտեք չէ՞։ Ոչ թե ընդդեմ իսկ ադրբեջանի ադրբեջանցի է։ Լուկո, ընդ որում ասեցի Լուկոյլ, հիշեցի, եւ Բուլղարիայի նավթավերամշակման սեփականատերն է Լուկոյլը։ Միակ նավթավերամշակման, այդ որտեղից որ այդ ընկերությունը իր ասելով եվրոպական բան առնում բենզին եւ Ռումինիա նավթավերամշակման ընկերություններից մեկի սեփականատերն է։ Գնում ստուգում են, հա, այդ յանց վճարած փողը ուր է գնում։ Կամ եթե այդքան նախանձախնդիր էին, բավարար Ռուսաստանից թորեն ներկրեցինք, բայց տրանզիտի գումար չէ պիտանք Ադրբեջանին, բան չէ թաղամուկը չդրեցին։ Կամ այդ ծորենի կարգին չի մեր լաբորատորիայում ստուգել չտվեցին։ Դե ռուսական ծորենքին ծորեն են ղազախական չէ, էլի։ Կազգային, ազատագրական։ Չէ՞։ Այդ որ ասում Մի խոսքով հասկանում եք, չէ՞ խոսքն ինչի մասին է։ Հիմա Լուկոյլի բենզինը, որ առնում եք, ումն է դա։ Ադրբեջանցունը չի։ Ադրբեջանցունն է։ Բայց չէ, դա Ռուսաստանից է գալի։ Ռուսաստանի ադրբեջանցի է ու Ադրբեջանի հետ երևի կապ չունի։ Հա։ Prитом, այն որ ասում է Եվրոպայից ենք մենք բերում, իբր բոյկոտում է ադրբեջանական բենզինը, բարձրացնում է այն որտեղից որ բերում է, էլի Լուկոյլ, այսինքն էլի էս ադրբեջանցունն է։ Գումարած հացահատիկը, որը որ Ղազախստանից եկավ բոյկոտվեց, ոնց Ադրբեջանով հացահատիկը գաց, որը Ռուսաստանից եկավ Ադրբեջանով, մեկը ոչ մի բան չխոսեց։ Այսինքն հայրենասիրական նոպան կոնկրետ այդքան վարկյանների ու րոպեների համար էր նախատեսված, վերջ։ Հիմա այդ որ տենց գրում եք ու ձեզ պատասխանեմ, այս նյութը դնեմ, գնաք մի քիչ լսեք, սովորեք, հասկանեք, թե ատելությունը այնքան ուղեղները բտածրել, որ ձեզ քիչ է հետաքրքիր, արդեն թե ձեր տված հարցին ինչ պատասխան եք տալիս, կարևորը դուք հարցը տվել կարևորվել եք։ Բայց թեմայով էլ խոսենք, բայց արցախցիների հետ ես վաղը իսկապես զրույց ունեմ մեր քույր եղբայրների հետ։ Ուզում եմ մի երկու բան ինձ համար ճշտեմ, որտեղ բաներ կա, որ երբ որ ժամանակին չես հասցնում, չես ճշտում, հետո կարող է ուրիշ բանի վերածվի, մեկ էլ հանգարց միամիտ դա չշահեն, չշահարկեն ու ուրիշ բան չդառնա, էլի։ Խոսենք, անպայման կխոսենք։ Այսպես ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է, ոնց հասկացա նախ Վարազդատ Արշակյան տեղեկացրեց, որ վարչապետը հրապարակել է, որ եւս երկու թեմի առաջնորդ են միացել, դե քահանաների դասը տեղատարափա իրականացնում, ասողիկը կրակն ընկած խառնվել իրար փորձում Աստծո անուն տալ, կտրիչնել երևի թե ինֆարկտահար պարկած մի տեղ, բայց ոչինչ, քիչ է մնացել, շատ քիչ։ Եկեղեցին ձեր նման բղծերից մաքրվել եւ այո, մաքրվելու է եկեղեցականների միջոցով, դա ամենաճիշտ տարբերակն է։ Եվ մեր աջակցությամբ, մեր անվերապահ աջակցությամբ։ Այսպես ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար։ Եթե որևիցե մեկը կապ կհաստատի կամ ունի առնչություն հայր ասողիկի հետ, խնդրում եմ այն մեր հարցը օդի մեջ չթողնեք, որովհետև ուզում եմ հասկանալ, խի անցյալ տարի ինքը վարտապետ, այս տարի անվեղա։ Այս հարցին պատասխանեմ, որ մոտավորապես պատկերացնենք թե 27 թվի օրացույցում իրեն ինչպես են ներառելու, ինչ են գրելու, էլի, թե տեմպը հասկանանք, էլի։ Լավ եղեք ժողովուրդ, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։